Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հետք-պարբերականի լրագրողներից մեկին սխալմամբ ավելացրել է քաղաքացիական պայմանագրի ֆեյսբուքյան փակ խմբում։ Մինչ նախարարը փորձել է ուղղել սխալը եւ հեռացնել լրագրողին, խմբագրությունը հասցրել է ուսումնասիրել իշխող կուսակցության ներքին խոհանոցը, բացահայտելով քաղաքական իրադարձությունների կենտրոնացված կառավարման մանրամասներ։ Փակ խումբը ունի ավելի քան 850 անդամ։ Նրանց թվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կուսակցության ղեկավարությունը, նախարարներ եւ պատգամավորներ։ Հետքի ուսումնասիրությունը բացահայտել է 2023 թվականի սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքի մարդաշատությունը ապահովելու գործընթացը։ Նիկոլ Փաշինյանը փակ խմբում գրառում է արել, խնդրելով բոլոր ջանքերը գործադրել մեջբերում երթի բազմամարդությունն ու էներգիան ապահովելու համար, ներգրավելով ընտանիքի անդամներին, ընկերներին եւ համախոհներին։ Վարչապետն իր գրառման մեջ ընդգծել է, որ վարչական ռեսուրսի կիրառումը պետք է բացառել։ Այնուամենայնիվ Փաշինյանի գրառման մեկնաբանությունները ըստ հետքի այլ բան են վկայում։ Կոտայքի փոխմարզպետ Հայկ Մկրտչյանը նշել է, որ ինքը կապահովի 25-ից 30 մարդու մասնակցություն։ Գավառի եւ Նոյեմբերյանի ավագանու իշխանական խմբակցության անդամները իրենց հերթին հայտնել են ողջ ռեսուրսով ներկա լինելու պատրաստակամության մասին։ Հետքը հարցադրում է անում, թե ինչպես կարող էին Գավառի կամ Նոյեմբերյանի ավագանու անդամները կազմակերպված մասնակցել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին։